Ճանապարհ դեպի աշխարհի տանիքը։ Տիբեթն ընկած է աշխարհի ամենաբարձրադիր լեռների, Հիմալայների եւ Կունլունի միջև։ 12-րդ դարից ի վեր Տիբեթը պատկանում է Չինաստանին։ Քարածածկ այս սարահարթը ծովի մակերևույթից բարձր է 3500-ից 5000 մետր եւ մինչեւ վերջերս արտաքին աշխարհի հետ կապված էր նեղ եւ վտանգավոր արահետով։ 1950 թվականին աշխարհի բազմաթիվ լրագրերում մի լուսանկար երևաց։ Արևելյան ոճի մի շենք, դիմացը բեռնատար ավտոմեքենաներ։ Շենքը Դալայ Լամայի պալատն էր Լհասայում, Տիբեթի վարչական կենտրոնում։ Լուսանկարը վկայում էր, որ իրականացվել է շինարարական եւ ինժեներական մի անօրինակ մտահաղացում։ Տիբեթը ավտոճանապարհով կապվել է Չինաստանի մյուս շրջանների հետ։ Ճանապարհը Տիբեթը մի կողմից կապում է Սինգուան բնակավայրի հետ եւ ունի 2255 կիլոմետր երկարություն, մյուս կողմից Ժինիհայի հետ 2100 կիլոմետր։ Ճանապարհի միջին բարձրությունը 4 կիլոմետր է, իսկ ամենաբարձր կետը Մոնբլանից ցածր է 676 մետրով։ Ճանապարհը կառուցվել է հիմնականում ձեռքի աշխատանքով՝ բահով, բրիչով, նիգով։ Շուրջ կես միլիոն մարդ է մասնակցել շինարարական աշխատանքներին։ Կառուցվել են 230 կամուրջ եւ բազմաթիվ ստորգետնյա ուղիներ։ Շինարարությունը տևել է 1216 օր։ Պեկինից Լհասը հասնելու համար վարորդը իր հետ պետք է վերցնի 14-15 օրվա մթերապաշար, մորթուց կարված տաք հագուստ, վրան, քնապարկ, թթվածնի բալոն, դիմակ, նաև վառելիքի պաշար, պահեստամասեր։ Տիբեթի ճանապարհը մարդկային մտքի եւ ձեռքի եզակի նվաճումներից է ու երկրի կարևորագույն զարկերակներից մեկը։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյանը։